Դրա աշխատության առանցքում նախ եւ առաջ Շահ-Աբբասի բռնագաղթի նկարագրությունն է եւ դրանից հետո հայության կյանքի տարբեր զարգացման ուղղություններ ներկայացնելը։ Առաքել Դավիժեցին բացատրում է ինչի համար էր այս բռնագաղթը եւ այստեղ տալիս մի քանի բացատրություններ։ Օրինակ, որ Շահ-Աբբասը նպատակ էր դրել, որպեսզի զարգանա Պարսկաստանի տնտեսությունը, օրինակ հայ երկրագործները, երկրագործական ավանդույթներով հայտնի հայերը զարգացնեին Պարսկաստանի տարբեր հատվածների երկրագործությունը, այսինքն գյուղատնտեսական արտադրանք ապահովեին, մյուս կողմից իհարկե նշում է, որ նաև անհրաժեշտ էր օրինակ ջուղայի առևտրականներին տանել իրենց թագավորության խորքը մայրաքաղաք Սպահանի մոտ, այդ ժամանակ մայրաքաղաքի մոտ, եւ նշում է մի շատ ուշագրավ փաստ, ասում է, որ նրանց համար ջուղայի առևտրականների համար բացառություն է կատարվում եւ նրանց ուխտերի վրա են նստեցնում Շահ-Աբբասի այդ զորքերի հրամանատարները եւ ուղեկցում են նրանց ավելի արտոնյալ պայմաններով, օրինակ Արաքսի գետանց այդպես ապահովում են ուխտերով եւ տանում, ստեղծում են հատուկ առանձին ավան, այդ ավանը գտնվում էր Սպահանի մոտ եւ փաստորեն Մետաքսի առևտուրը Օսմանյան կայսրության այդ սահմանակից գոտուց տանում են դեպի Պարսից ծոցին ավելի մոտ հատված։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։